կրակային, ֆիզիկական ու մասնագիտական պատրաստություն, 3 առարկա և 3 քննություն, որոնց արդյունքների հանրագումարը ոչ միայն ռազմաբժշկական կենտրոնի առաջին հոսքի ունկնդիրների, այլև ուսումնական հաստատության կատարած աշխատանքի գնահատականն է։ Լինելով սանհրանգիչ մեծ պարտավորվածություն ունեմ, քանի որ առաջին օղակն ենք հանդիսանում, մենք ենք լինելու մարտի դաշտում, մենք ենք ցույց տալու առաջի բուժօգնությունը։ Ստուգող հանձնաժողովի կազմում ռազմաբժշկական վարչության սպաներ են, արհեստավարժ սանհրահանգիչներ և ռազմական բժիշկներ։ Յուրաքանչյուր քննություն ու նորմատիվ գնահատվում են յուրովի, սահմանված կարգով ու գնահատման խիստ չափորոշիչներով։ Ավարտական քննություններից արդյունքները բարձր էին եւ իմ կարծիքով լինելով սանհրանգիչ ես կարող եմ կատարել իմ պարտականությունները։ Քննական հանձնաժողովը բավականին խիստ է եւ ուշադրություն է դարձնում բոլոր կատարած վարժություններին, նորմատիվների խիստ ճշգրիտ կատարմանը եւ օբյեկտիվ գնահատականներով։ Միանշանակ բոլորը պետք է ստանան օբյեկտիվ գնահատական։ 16 շաբաթ, հենց այդքան ժամանակ առաջնագծի զորամասերից հավաքագրված զինվորները մեծ եռանդով ու նպատակասլացությամբ սովորեցին այն ամենը, ինչն անհրաժեշտ է պրոֆեսիոնալ, տեսական ու գործնական հարուստ գիտելիքներով զինված սանհրահանգիչ դառնալու համար։ Նրանցից յուրաքանչյուրը շատ լավ է գիտակցում իր դերն ու նշանակությունը բանակում։ Սանհրահանգիչը զինվորի կողքին է, նրա ընկերն ու անհրաժեշտության դեպքում նրան օգնող առաջին բժիշկը։ Ուստի թե մարտադաշտում, թե խաղաղ պայմաններում սանհրահանգչի մասնագիտական որակներից ու հմտություններից է մեծապես կախված զինվորի կյանքի փրկության ոսկե ժամանակը։ Կատարվեցին հետևյալ գործողությունները։ Հեմոստատիկ միջոցը ներմրվեց վերքի մեջ, այնուհետև ճնշող վիրակապի տեղադրում իրականացրեցի, ֆիքսեցի վիրավոր հատվածի ձեռքը իրանին ու հուսալիությունը ստուգելու նպատակով դրած վիրակապի ստուգեցի վիրավորի մոտ պուլսի առկայությունը։ Եվ ահա ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի առաջին հոսքի ունկնդիրների ավարտական հանդիսավոր արարողությունն է, որը տոնական է ու պարտավորեցնող, որի խորհուրդն ու կարևորությունը առավել ընդգծում է շարահրապարակում գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները։ Նրանց ներկայությամբ էլ ռազմաբժշկական վարչության ուսումնական կենտրոնի, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի սպաները սանհրահանգիչներին են հանձնում ավարտական վկայականներն ու զինվորական կոչումները։ Ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Առաջին փուլի համար եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների կողմից եւ մեր կողմից բավականին բարձր է գնահատվել դասընթացների ամբողջ ընթացքը։ Զինվորները, որոնք որ չունեին գիտելիքներ ընդհանրապես ռազմաբժշկական ծառայության հետ կապված, չունեին փորձառություն, չունեին բժշկական մտածողություն, այժմ եւ զինվոր են եւ ունակ են պաշտպանվելու, կռվելու եւ ունակ են բարձր մակարդակի բժշկական օգնություն ցույց տալու հենց խրամատում։ Ընդամենը ամիսներ առաջ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երթում տված զինվորները հերթական անգամ վերահաստատում են իրենց խոսքերը։ Ծնողների եւ բարձրաստիճան սպաների առջև խոստանալով զինվորական կոչումը կրել պատվով ու նվիրումով, մասնագիտական գիտելիքները ծառայեցնելով հայրենիքին ու հայոց բանակին։ Ի սրտե շնորհավորում եմ բոլորին, քանի որ ռազմական բժիշկներն ու բուժակները մեր սրտում առանձնահատուկ տեղ ունեն։ Անչափ բարձր եմ գնահատում նրանց կատարած աշխատանքը, որի արդյունքը պրոֆեսիոնալ ու պատրաստված սանհրահանգիչների առաջին հոսքի թողարկումն է։ Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդում է ցուցադրական պարապմունքը, ինչպես պետք է օգնել վիրավորին ցուցաբերել առաջին բուժօգնություն ու տարհանել մարտի դաշտից։ Ռազմաբժշկական կենտրոնում ստացած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ունկնդիրները ներկայացնում են ոչ միայն ռազմաբժշկական վարչության սպաներին, այլև իրենց ծնողներին ու հարազատներին։ Հովհաննես Պարաշյան, Արամ Սիմոնյան, Զինուշ։